Ինչ է ձեզ համար նշանակում այսօր այստեղ ելույթ ունենալը։ Ինչ է նշանակում ձեզ համար Առնո Բաբաջանյանի երաժշտությունը կատարելը։ Արամ Խաչատրյանի համերգասրահի բեմին եղել եմ 2 անգամ։ Մեկ անգամ, երբ որ ֆիլհարմոնիկ նվագախմբում նվագել եմ, դա եղել է ուսանող տարիներին։ Մյուս անգամ այս հրաշալի համերգասրահում ունեցել ենք համերգային ծրագիր, որտեղ եղել եմ հաղորդավար։ Առնո Բաբաջանյանի մի քանի ստեղծագործություններ ֆանտաստիկ լավն են, ինձ շատ են սիրում, որոնցից մեկը այսօր կատարել եմ սա դա Գոտլիբի երգն է։ Իրականում, եթե ինձ հարցնեք տարիներ առաջ, Արամ դու քեզ պատկերացնում ես որևէ տարելիցին կլինի 100, կլինի 105, հա, այսօր 100-րդ տարելիցն է Առնո Բաբաջանյանի, ու ես բեմում երգում եմ որևէ ստեղծագործություն նրա ստեղծած, իհարկե կասեի come on, բայց այո, շատ հավես է։ Ինչ է նշանակում ձեզ համար այսօր այստեղ ելույթ ունենալը ու Առնո Բաբաջանյանի երաժշտությունը կատարելը երգերը։ Մեծ պատասխանատվություն է եւ երջանիկ եմ, որ այստեղ եմ։ Որ երգն եք ավելի շատ սիրում նրա ու որն եք այսօր կատարելու։ Սպայիսլիդի եւ Գոտլիբի երգերն եմ կատարելու։ Առնո Բաբաջանյանի երաժշտությունը ինձ մոտ առաջին հերթին ասոցացվում է իմ տատիկի ասած, որովհետև օրինակ առաջին սիրո երգը, որ այսօր երգել եմ, դա իմ տատիկի սերնդի, ավագ ծնողների սերնդի, այսպես ռոմանտիկ երիտասարդ երգերից է։ Այնպես որ միանգամից ջերմություն է առաջանում։ Մեղեդին շատ քաղցր է, շատ հարազատ է մանկության տարիներից, նույնիսկ տանը հավաքելիս ենք այդ երգերը Երևանից եւ այլն։ Այդ երգերի մեջ հանդիսատես եւ հնարավոր է գտնել հարազատություն։ Մի բան, որի կարիք մենք այսօր ունենք։ Դե մնացածը մասնագետները իհարկե Առնո Բաբաջանյանի մասին, որպես մեծ կոմպոզիտոր, շատ ավելի մեծանում մարդիկ են ճշգրիտ գնահատական մեծ անուններից մեկը շատ ուրախ եմ հնարավորություն կան դա 105-րդ տարեդարձի համերգին մի քանի երգ երգել, ինչ եմ երգելու եմ հրվել է շուրջը կարող եմ ազում է դեցում, հա, առաջին սիրո երգը եւ սիրել եմ վախը ինձ համար միշտ մեծ ուրախություն է Բաբաջանյանի երգերը կատարելու ու շատ եմ ուրախանում, որ ընդհանրապես այսպիսի համերգներ կազմակերպվում են ու շատ են պետք մեր քաղաքին, ընդհանրապես մեր երկրին։ Մեծ ուրախություն, մեծ պատասխանատվություն իր երգերը կատարելը, մեծ էներգիա եմ ստանում, անսահման էներգիայով լցվում, թե հանդիսատեսից, որտեղ զգում ես, որ հանդիսատեսն էլ է կարոտում, հանդիսատեսն էլ է սիրում այս երգերը, մեր մանկության, մեր պապերի գուցե երիտասարդության երգերը, բոլոր երգերն էլ առանձնահատուկ են, շատ գեղեցիկ են, իրենց տեղը ունեն։ Ես իմ երգացանկում մի քանի երգեր ունեմ Առնո Բաբաջանյանից, բայց կուզենամ նշել Պազավի Մինյան կանչիր ինձ, երևի բացի երաժշտությունից, որ աննկարագրելի գեղեցիկ է ու հուզում է, բառերն ինձ համար շատ խորն են ու չգիտեմ հոգեհարազատ ոնց որ ես կարողանում եմ իմ միջոցով իմ ապրումակցումով փոխանցել այդ տեքստը եւ հուսով եմ 90%-ով գոնե տեղ հասցնել հանդիսատեսին։